Այսօր ուզում եմ խոսենք մի փոքր հարաբերությունների կայունության եւ պոտենցիալի մասին, այսինքն ներուժի մասին, որովհետեւ շատ հաճախ մարդկանց հուզում է այդ հարցը, թե իրենց հարաբերությունները որքան կարող են կայուն լինել եւ որքան կարող են դեռևս իրենց կենսունակությունը պահպանել։ Եվ այսինքն ինչ որ իմաստով հարաբերությունները գնահատելու մասին է խոսքը, որ հատկանիշներն են խոսում իրականում հարաբերությունների պոտենցիալի մասին եւ ներուժի մասին։ Առաջին հերթին այդ հարաբերություններում այնպիսի հատկանիշների արկայության մասին է խոսքը, որոնք կարող են երկարացնել հարաբերությունների կյանքը եւ բնականաբար սրանք զույգերի նաեւ առանձնահատկությունների մասին են։ Չեմ ուզենա անդրադառնալ այնպիսի ծեծված նյութերի, ինչպիսիք են սերը, ջերմությունը, հարգանքը եւ այլն, բնականաբար պարզ է, որ այս ամենը շատ կարեւոր է հարաբերություններում, բայց դրանցից առավել կարեւոր են օրինակ հարաբերություններում սեփականության զգացումը եւ այդ սեփականության զգացման երկարատև պահպանումը։ Այսինքն, երբ մարդիկ հարաբերություններում կարողանում են տեղի ունեցող բոլոր երևույթները համարել իրենց սեփականությունը, թե կոնֆլիկտները, թե դժվարությունները, ճգնաժամերը, իրար լավ չհասկանալը, ինչ որ մի պահ հեռանալը, ինչ որ մի պահ խոչընդոտների բախվելը, այսինքն երբ զույգը շարունակում է երկար ժամանակ ունենալ այդ զգացումը, որ սրանք մեր խնդիրներն են, ոչ թե օրինակ սա քո անհաջող վարքագիծն է, սա քո մոռաց կոտությունն է, սա քո, չգիտեմ, անհավատարմությունն է եւ այլն։ Մյուս շատ կարևոր հատկանիշը հարաբերություններում հավատարմության զգացումը չկորցնելն է եւ խոսքը ամենևին չի վերաբերվում սեքսուալ հավատարմությանը, այլ լայն իմաստով հավատարմությանը, երբ մարդիկ իրենց մի տեսակ պատկանելության զգացումը չեն կորցնում հարաբերություններում եւ մշտապես ինչ որ իմաստով իրենց պարտավորված են համարում հարաբերությունների առաջ, այսինքն ինչ որ մի բանի մասին կիսվելը, ինչ որ հարցում անպայման քննարկելը զույգի հետ հարցը, գործողությունները, պլանները եւ այլն, այսինքն լայն իմաստով իրենք շարունակում են հավատարիմ մնալ իրենց հարաբերություններին։ Հարաբերությունների պոտենցիալը ներուժը մեծացնում է նաեւ հարուստ պատմություն ունենալը եւ հարուստ հիշողություններ ունենալը, որովհետեւ սա միշտ հնարավորություն է տալիս թարմացնելու զգացմունքները, որովհետեւ կարող ես վերադառնալ այդ հիշողություններին, նորից ակտիվացնել կամ նորից փորձել մի բան, որը նախկինում սիրում էիք անել, եւ զույգը, որը կարողանում է անընդհատ թարմացնել այդ հիշողությունները կամ նոր տպավորություններ, նոր հարուստ ապրումներով հիշողություններ ստեղծել, իհարկե ավելի մեծ պոտենցիալ ունի, քան այնպիսի զույգերը, որոնք ավելի այդպես пассив կյանքով են ապրում եւ մի տեսակ դժգույն են իրենց ապրումները կամ համատեղ ժամանցը կամ տարատեսակ իրենց համատեղ գործողություններն ու ապրումները։ Աջան խոսեցիր ընդհանուր առմամբ թե ինչպիսի հարաբերությունները պոտենցիալ ունեն զարգանալու։ Երկու հարց ունեմ քո խոսքից բխող։ Մեկը երբ որ հավատարմության մասին էիր խոսում, նաև ասեցիր, որ անհավատարմությունը չհամարեն միայն մեկինը, կամ այսինքն իրենց ընդհանուր խնդիրը համարեն։ Ես մի տեսակ այս կոնցեպտը չեմ լավ պատկերացնում, կուզեի բարձրաբանել եւ նաեւ ինչ-որ իմաստով բխում է այս մի հարցից, արդյոք պոտենցիալ կարողունակությունը այդ պոտենցիալի հետ ուղիղ կապված չի նաեւ հարաբերությունների։ Երկու կարևոր բանի մասին ես հիշեցնում հարցով քո, մեկը հարաբերություններում կայունությունը չհակադրել կոնֆլիկտներին, այսինքն այլ կերպ ասած
հարաբերությունների կայուն լինելը եւ պոտենցիալ ունենալը ամենևին կոնֆլիկտների բացակայության մասին չէ կամ խնդիրների բացակայության մասին չէ, այլ այդ խնդիրներին ու կոնֆլիկտներին դիմանալու եւ դիմակայելու մասին է եւ խոսքը գնում է բոլոր կոնֆլիկտների ու դժվարությունների մասին, ներառյալ հավատարմության, անհավատարմության իրավիճակները եւ մյուսը հավատարմության հարցը մի տեսակ այսպես լրիվ ինքդ քեզնից առանձնացնելու մասին է խոսքը։ Իհարկե, սրանք շատ բարդ իրավիճակներ են, երբ որ հարաբերություններում ինչ որ մեկը խախտում է հավատարմության կանոնը, եթե այդպեսին կա տվյալ հարաբերություններ, եթե այդպիսի կանոն կա, եւ շատ դժվար է իրականում այս խնդիրը համարել հարաբերությունների խնդիր, բայց որpիսի մենք խնդիրը լուծենք եւ հաղթահարենք, սա պարտադիր պայման է, որովհետեւ երբ որ մենք հարաբերություններում անհավատարմության փաստը միանգամից մեզանից օտարում ենք, այսինքն եթե ես չեմ անհավատարիմ եղած մարդը, ես ինձանից լրիվ օտարում եմ այդ փաստը, ես արդեն իսկ մի տեսակ դուրս եմ գալիս ոնց որ խնդրից եւ ասում եմ այս քո խնդիրն է եւ դու պիտի լուծես։ Բայց ըստ էության սա փաստ է, իրողություն է, որը տեղի է ունեցել եւ եթե մենք ուզում ենք որպես զույգ հաղթահարենք խնդիրը, լուծենք խնդիրը եւ սա օգտագործենք որպես զարգացման մի խթան, ուրեմն պիտի համարենք սա մեր երկուսի խնդիրը, այսինքն պիտի հասկանանք, թե ինչը առիթ դարձավ, ինչը պատճառ հանդիսացավ, առանց մրցելու, թե ով էր ավելի մեղավոր, ով էր ավելի քիչ մեղավոր, այլ նայելով այն տեսանկյունից, որ ինչ կարող ենք անել երկուսս այս խնդիրը հաղթահարելու համար։ Այսինքն յուրաքանչյուրս ինչպիսի ներդրում պիտի ունենանք, ինչը պիտի փոխենք մեր մեջ, ինչը պիտի վերանայենք, սա շատ լավ մոտեցում է իրականում եւ այո, երբ որ մենք խոսում ենք հարաբերությունների պոտենցիալի մասին, խոսում ենք հարաբերությունների դժվարություններին դիմակայելու ուժի մասին եւ այդ դժվարություններից մեկը կարող է լինել անհավատարմությունը կամ նույնիսկ գիտես հարցը մենակ չի վերաբերվում այն դեպքերին, երբ արդեն ինչ որ իրողություն տեղի է ունեցել։ Նույնիսկ խորը հարաբերություններում այսպիսի խնդիր կարող է առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ մարդու գլխում ինչ որ մեկը արդեն հայտնվել է կամ ինչ-որ մտքեր են առաջացել կամ հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ մի փոքր նվազել է, ուշադրությունը, էնտուզիազմը, խանդավառությունը պակասել է եւ արդեն կարող է սա առիթ լինել, որ մենք մտածենք, առիթ լինի, որ մտածենք կամ վախենանք կամ վտանգ տեսնենք արդեն անհավատարմության։ Եվ ես կարծում եմ, որ խորը հարաբերություններում մարդիկ պիտի պատրաստ լինեն եւ սա եւս պոտենցիալով հարաբերությունների հատկանիշ է, պատրաստ լինեն փոխվելու, հարմարվելու իրադրությանը եւ ճկունություն դրսեւորեն հարաբերություններում, այսինքն կարողանան վերաիմաստավորել ինչ որ բաներ, այսինքն այն մոտեցումները, այն հայացքները, որով մարդիկ մտնում են հարաբերությունների մեջ շատ երիտասարդ տարիքում, ասենք ինչ որ ծայրահեղականություն են դրսևորում, բծախնդրություն են դրսևորում, չափազանց ռոմանտիզմ են դրսևորում հարաբերություններում, պոտենցիալ ունեցող հարաբերություններում մարդիկ կարողանում են ճկունություն դրսևորել եւ մի քիչ փոխել իրենց վերաբերմունքը, փոխել հայացքները, ընդունել նաեւ զուգընկերոջ կամ զուգընկերուհու փոխվելու հնարավորությունները եւ բնականությունը։ Հարաբերությունների մեջ շատ կարևոր մաս է կազմում ֆիզիկական մտերմությունը եւ ջերմությունը եւ նորից պիտի ասեմ, որ սա միայն սեռական կյանքին եւ սեքսուալ հարաբերություններին չի վերաբերվում, այլ ավելի լայն մի բան է, այսինքն ֆիզիկական ջերմությունը եւ հարազատությունը չկորցնելու մասին է, երբ որ մարդիկ մշտապես իրար հաճելի են ֆիզիկապես, երբ որ ցանկություն կա իրար դիպչելու, գրկելու, ձեռքը բռնելու, մի հատ սենց կմճտելու եւ այլն, եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է հարաբերությունում, որովհետեւ
առհասարակ մեր բոլոր հարաբերությունները, որտեղ կա էմոցիոնալ կոմպոնենտ, անպայման ունի նաև ֆիզիկական կոմպոնենտ։ Թե ընկերական հարաբերությունները, որտեղ մարդիկ պարտադիր ողջագուրվում են, ձեռք են սեղմում եւ անպայման ամեն մեր մտերմիկ հարաբերության մեջ կա ֆիզիկական կոմպոնենտ եւ երբ որ այս կոմպոնենտը սկսում է խամրել կամ նույնիսկ պակասել, օրինակ երբ մարդիկ իրար նկատմամբ շատ ջերմ են, իրար սիրում են, բայց հեռվում են գտնվում, հարաբերությունները անպայման դրանից տուժում են, անպայման։ Եվ իհարկե մեծ նշանակություն ունի մարդու թե ֆիզիկական հնարավորությունները, առողջությունը եւ թե ցանկությունը, սրանք անպայման մեծ նշանակություն ունեն եւ պիտի սրան արժեք տրվի։ Իհարկե սեռական կյանքը մարդկանց հարաբերությունների ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, ասենք 25-ից 30 տարեկանում, 35 տարեկանում սա մի քիչ այլ բնույթ ունի, դրանից ավելի մեծ տարիքում այլ բնույթ ունի, բայց մշտապես ֆիզիկական կոմպոնենտը կարևոր դեր ունի եւ հարաբերությունները կարող են տուժել, երբ որ մարդկանց ֆիզիկական մտերմության ցանկությունը, ռիթմը, հաճախականությունը տարբեր է։ Այստեղ իհարկե կարող են առաջանալ խնդիրներ եւ դժվարություններ, բայց սա էլ ինչ որ իմաստով մարտահրավեր է հարաբերությունների համար եւ պոտենցիալ ունեցող հարաբերություններում մարդիկ կարողանում են դրսևորել ճկունություն եւ փոփոխություններին կարողանում են հարմարվել, իսկ ոչ ճկուն մարդիկ հարաբերություններում փոփոխություններից կարող են կարծես արագ կորցնել իրենց հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ կամ նույնիսկ հարաբերությունները կարող են դադարել։ Այսինքն առհասարակ հարաբերությունները երկարատև եւ առողջ կարող են մնալ, եթե մարդիկ պատրաստ են փոփոխություններ ընդունել եւ պատրաստ են նաեւ իրենք էլ փոխվել, թե զարգանալ, թե ընդունել զուգընկերոջ փոփոխությունները եւ դրան հարմարվել։ Մարդիկ, որոնք ռոմանտիկ այդպես պատկերացումներ ունեն հարաբերությունների կամ առհասարակ կյանքի մասին, երբ սպասում են, որ այ մենք իրար էսպես սիրում ենք եւ ամեն ինչ միշտ կմնա այնպես ինչպես հիմա է, այս հարաբերությունը մի քիչ ավելի կամ այսպիսի մոտեցումներով մարդիկ մի քիչ ավելի ցածր ստրեսադիմացկունություն ունեն եւ պետք է խուսափել այսպիսի մոտեցումներից, այսինքն պետք է ավելի ռացիոնալ մոտենալ հարաբերություններին եւ պատրաստ լինել փոփոխություններին, ծերանալուն, հիվանդ լինելուն երբեմն կամ վատ տրամադրություն ունենալուն, այսինքն մենք միշտ չենք կարող էլի լինել երիտասարդ, ոգևորված, կրքոտ, սիրող եւ այլն։ Եվ կարևորը է, որ այդ ամեն ինչը քոնը համարես։ Այո, հենց սրա մասին էր խոսքը, այդ հավատարմության զգացման մասին, որ նշեցի, որ մենք մեր հարաբերությունների ճգնաժամերը ու խնդիրները համարենք մերը, հավատարիմ լինենք եւ շարունակենք երկար ժամանակ ներգրավված լինել այդ հարաբերությունների մեջ, թե խնդիրների մեջ եւ թե ուրախ ու վայելքի պահերին։ Քանի որ ռացիոնալի մասին խոսեցիր եւ հարուստ հիշողությունների մասին էի խոսում, այս հարուստ բառից նաեւ կուզեի բռնվել եւ ռացիոնալիզմից, որքանով է ֆինանսական կայունությունը եւ ֆինանսական հնարավորությունները կամ զույգերի միջև այդ ֆինանսական հնարավորությունների տարբերությունները այդ հարաբերությունների զարգացման պոտենցիալի վրա ազդում եւ ոնց է ազդում եւ ոնց կարելի է դա կառավարել։ Բնականաբար այստեղ նորից անդրադառնալու եմ այդ ճկունության հատկանիշին, որովհետև մշտապես լինել ֆինանսապես կայուն, չունենալ ֆինանսական դժվարություններ, խնդիրներ իհարկե դժվար է, եւ երբ մարդիկ կարողանում են ճկունություն դրսեւորել նաեւ այս դժվարությունների շրջանում, իհարկե սա շատ դրական է հարաբերությունների վրա ազդում, եւ երբ որ մենք պատրաստ ենք այդ դժվարություններին, բայց այստեղ կարևոր բանը նաեւ արդարությունը հարաբերություններում։ Օրինակ, երբ որ հարաբերությունների մեջ ինչ որ բաներ սենց նժարներ մի կողմի վրա են թեքված, ենթադրենք ֆինանսական բեռը
մի կողմի պարտավորությունը, պատասխանատվությունն է, մյուսը ենթադրենք ընդհանրապես չի կարողանում մասնակցել եւ աջակցել այդ process-ներում։ Սա ռիսկային իրավիճակ է իրականում ստեղծում հարաբերություններում եւ լավ է, որ երկուսն էլ կարող են տարբեր իրավիճակներում այդ ֆինանսական բեռը իրենց վրա վերցնել եւ դա էլի պոտենցիալի մի մասն է հարաբերություններում, բայց հարաբերությունների պոտենցիալ ունեցող զույգերը դժվարություններին կարողանում են դիմանալ եւ այդ դժվարությունները հաճախ նույնիսկ խորացնում են հարաբերությունները, այլ ոչ հակառակը։ Օրինակ, COVID-ի ժամանակ երկու ծայրահեղ բան էինք մենք տեսնում, երբ մարդիկ մի մասը խոսում էր, որ իրենք ուղակի վայելում են այդ ժամանակաշրջանը, երբ որ փակված են տանը եւ իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեն եւ զույգեր կային, որոնք որ ուղակի խոսում էին, որ այդ ժամանակաշրջանը իրենց համար անտանելի էր, այսինքն երկար միասին մի տեղում գտնվելը իրենց հարաբերությունների խնդիրները ոնց որ վեր էին հանել։ Այսինքն երբ մենք կարողանում ենք հարաբերություններում արդարության մի տեսակ չափանիշը պահպանել, այսինքն անընդհատ այդ տեսանկյունից նայել հարաբերություններին, կարծում եմ հարաբերությունները ավելի երկար պոտենցիալ են ունենում։ Իսկ ինչ վերաբերվում է ֆինանսական հնարավորություններին հարուստ հիշողություններ ստեղծելու իմաստով, ես կարծում եմ, որ ֆինանսները միայն առանց ստեղծագործականության եւ առանց զգացմունքների, առանց ոչ նյութական ներդրման երևի ոչինչ չի տա, որովհետև կան մարդիկ, որոնք անընդհատ իրենց հարաբերություններում տարբեր էմոցիոնալ բացեր լրացնում են ֆինանսական եւ նյութական կոմպոնենտով, հա, ասենք, շատ ճամփորդում են, անընդհատ ռեստորաններում են իրեն ժամանակ անցկացնում, բայց հարաբերությունները դրանից չեն հարստանում։ Այսինքն հարուստ հիշողությունների ստեղծման համար միայն նյութական ռեսուրսները չէ, որ պետք են, բայց անշուշտ նյութական խնդիրները, կայուն, անվերջանալի խնդիրները եւս կարող են հարաբերությունների մեջ գույները ու երանգները մի տեսակ խամրեցնել, որովհետեւ մարդիկ սկսում են կենտրոնանալ միայն այդ ֆիզիկական խնդիրների լուծման վրա եւ էմոցիոնալ ու ռոմանտիկ պահերի վրա կարծես ժամանակ չի մնում, ժամանակ, էներգիա, ուժ, բայց կան հարաբերություններ, որոնք շատ մեծ պոտենցիալ եւ ռեսուրսներ ունեն եւ կարողանում են իրականում շատ երկար պահպանել իրենց զգացմունքները եւ բոլոր խնդիրների ժամանակ նույնիսկ ավելի այդպես ամուր կարծես իրարից բռնվում են այդ խնդիրները հաղթահարելու համար։ Այսինքն դժվար է ասել, նյութական ռեսուրսները իհարկե շատ կարևոր են եւ օգնում են հարաբերությունների պոտենցիալի ոնց որ պոտենցիալի մի մասն են նաեւ կազմում, բայց միակը չեն, կարծում եմ։ Եվ մի հարց էլ տամ, ինչեւ ամփոփումը սկսելը, պոտենցիալի հետ կապված, երբ որ մարդը նկատում է, որ ինքը շատ է սիրում դիմացին, շատ է նվիրված, հավատարիմ է եւ համարում է իրանը սեփական զգացումներ կան, ինչպես ասացի, բայց միաժամանակ տեսնում է, որ դիմացինը դա այդպես չի ընկալում։ Այսինքն մեծ հաշվով պոտենցիալ չկա այդ հարաբերություններում։ Բարդ հարց է, որովհետև երևի թե յուրաքանչյուրը իր համար պիտի որոշի, թե մինչև որ կետն է իր սահմանը, հա, անհավասարությանը դիմանալու, որովհետև իրականում կատարյալ հավասարություն հարաբերություններում եւ որևէ տեղ չկա, այսինքն միշտ ինչ որ մի բանում մեկս մի բան ավել ենք անում կամ ինչ որ հարցում ավելի շատ ենք հանդուրժողականություն դրսևորում, ավելի շատ ենք զիջում, չգիտեմ, այստեղ սենց անընդհատ կա ինչ որ անհավասարություն, բայց եթե ներդաշնակ է այդ անհավասարությունները, հարաբերությունները կարող են երկար պահպանվել եւ յուրաքանչյուրի ճկունությունից եւ զիջելու, հանդուրժելու եւ սիրո երևի չափից է կախված, թե որքան ժամանակ մարդը կարող է այս մի փոքր չափավոր անհավասարությունը տանել։ Բայց երբ
Հարաբերություններում ամեն դեպքում կա էմոցիոնալ սառնություն, չհասկացվածություն, մեկը անընդհատ իրեն սեփականատեր է զգում այդ հարաբերությունների հարցում, մյուսը ոչ։ Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները ամեն դեպքում պոտենցիալ չունեն, որտեղ կա շատ հստակ անհավասարություն, էլի, զգացմունքների առումով, իրար նկատմամբ վերաբերմունքի առումով, մեկը սիրում է, մյուսը չի սիրում, մեկը ընդունում է, հասկանում է, ներում է, մյուսը ոչ։ Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները պոտենցիալ չունեն։ Եթե ամփոփենք պոտենցիալով հարաբերությունների իրականում այն հարաբերություններն են, երբ որ զույգերը մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն եւ պարտավորություն ազգանում, սեփականության զգացում ունի բոլոր այն իրավիճակներում, երբ որ դիմացինին վերաբերելի խնդիրներ կան եւ իր սեփական խնդիրներն է դրանք համարում, հավատարիմ է այդ հարաբերություններին իր բոլոր դրսևորումներով եւ միաժամանակ պատրաստ է այդ հարաբերություններում ձևավորել շատ հիշողություններ եւ էմոցիաներ։ Այն զույգերը, որոնք իրենց կյանքում սա տեսնում են, կարող են ուրախ լինել եւ վստահ լինել, որ իրենց կյանքում այդ հարաբերությունները կզարգանան, իսկ այն զույգերը, որոնք այս ամեն ինչը չեն նկատում կամ դժգոհություններ ունեն այս տեսակի, այս որակի խնդիրների հետ կապված, պետք է փորձեն դրանք հաղթահարեն։ Այո, ու ես կուզեի ավելացնել մի բան, որ մենք հաճախ ենք մեր մասնագետներս, մեր սենյակում հաճախ ենք հանդիպում զույգերի եւ այս խմբից եւ մյուս խմբից, եթե երկու խմբի բաժանենք պայմանականորեն, եւ հաճախ են մեզ զույգերը հարցում, արդյոք մենք ունենք պոտենցիալ հաղթահարելու այս խնդիրները, եւ այո, դեպքեր կան, երբ իսկապես տեսնում ես այդ պոտենցիալը, երբ տեսնում ես, որ մարդիկ պատրաստ են ներդրում ունենալ այդ հարաբերությունների մեջ, իրենք համարում են խնդիրը իրենց սեփականությունը եւ շատ տխրում են նրանից, որ զուգընկերը կամ զուգընկերուհին լիարժեք բավարարված իրեն չի զգում կամ ինչ որ առումներով դադարել է ուրախ լինել նույնչափ ինչքան առաջ եւ հարաբերություններ, որտեղ դու տեսնում ես, որ մարդիկ արդեն ինչ որ իմաստով առանձին են իրարից եւ շատ ավելի թույլ պոտենցիալ ունեն վերականգնելու եւ շատ կարեւոր է որ մենք այդ պոտենցիալը ուժեղացնենք, այսինքն տեսնելով այդ կողմերը մենք անընդհատ ավելացնենք եւ անընդհատ նայենք դեպի հարաբերությունները եւ փորձենք հարստացնել այդ հարաբերությունները ներուժով։